Երևանյան մանկապարտեզներն այս օրերին հագեցած են ամանորյա միջոցառումներով։ Համայնքային ենթակայության հեքիաթ մանկապարտեզում բարու ու գեղեցիկի տպավորություն է ստեղծվում արդեն նախամուտքից, իսկ բուն մանկապարտեզում ու հատկապես ամանորյա հերթական հանդեսի առիթով գեղեցիկ ձևավորված դահլիճում մթնոլորտն իսկապես հեքիաթային է։ Տարեմուտի հանդեսն այս դեպքում ավելի շատ ներկայացման տեսքով էր։ Ավագ և միջին խմբերի փոքրիկները, իհարկե իրենց հմուտ դաստիարակների աջակցությամբ, բեմադրել էին ոչ ավել ոչ պակաս Չայկովսկու «Մարդուկ ջարդուկ» կամ ավելի շատ ռուսերեն տարբերակով հայտնի «Շելկունչիկ» հեքիաթ ներկայացման սեփական տարբերակը։ Երեխաները դեռևս արդեն 2 տարի իրենք այլընտրանքային ծառայություն որպես ծանոթանում են դասական երաժշտության, բալետային շարժումների հետ և պարուսույցի, դաստիարակների և ամբողջ կոլեկտիվի ջանքերով ստեղծվել է այս հեքիաթ ներկայացումը։ Թեև ըստ էության սա համր ներկայացում էր, սակայն ինչպես ծնողներն էին վստահեցնում, իսկ ավելի ուշ բեմականացման ընթացքն էլ դա ապացուցեց, երեխաներն իրենց դերերը մեծ պատասխանատվությամբ էին ստանձնել, հակամայից իսկապես տպավորիչ խաղով, զարմացնելով ամանորյա եռուզեռից մի պահ կտրված ու դահլիճ եկած ծնողներին ու հյուրերին։ Մթնոլորտն ավելի աշխուժացավ ամանորյա ուրախ ռիթմերից, որոնց տակ երեխաների հետ շուրջպար բռնեցին նաև տնօրենը, աշխատակազմի ներկայացուցիչներն ու հյուրերը։ Դե իհարկե էլ ինչ տարեմուտի հանդես առանց ձմեռ պապի ու տոնական նվերների։ Ուզում եմ շատ շնորհակալություն հայտնել աշխատակազմին, նման տիտանական, նման հրաշալի միջոցառում կազմակերպելու համար։ Եվ ես ուզում եմ, որ 2016 թվականը մեր երկրի համար լինի խաղաղության տարի։ Բոլորին շնորհավորում եմ բոլոր իմ ընկերներին։ Ես բոլորին մաղթում եմ, որ բոլորի գալիք ամանան շնորհավոր։ Շնորհավոր ամանոր ես ու ծնունդ։ Հիացած եմ ուղղակի, հրաշք էր պարզապես։ Թող որ առողջ մանուկներ լինեն, թող որ առողջ մանկություն ձևավորվի յուրաքանչյուր պարտեզում, թող որ երկիրը խաղաղ լինի, ծնողն անհոգ լինի, թող որ երեխաներն էլ տանեն իրենց անհոգ մանկությունը։ Նշենք, որ հեքիաթ մանկապարտեզը մեկն է այն 31-ից, որն այս տարի Երևանի քաղաքապետարանի ծրագրով նորոգվել է։ Երեխաները այսօր շարունակում են իրենց գիտելիքների, ընդունակությունների, հմտությունների ձևավորումը արդեն շատ գեղեցիկ, կահավորված, լուսավոր սենյակներում և ոչ միայն կահավորված, այլև վերանորոգված, տաք, ջեռուցվող, դա շատ կարևոր է զարգացնող միջավայր ստեղծելու համար։